Եկեք միասին պատրաստենք ֆալաֆել, սիսերով կոտլետներ, վրայից խրխրթան, իսկ ներսից շատ փափուկ և հյութեղ։ Շատ լավ է ստացվում այս տարբերակով։ Կարող են պատրաստել նաև պարզ պահողները։ Ընդամենը մեկ հիմնական բաղադրիչից ստանալու ենք շատ համեղ ու տարբերվող կոտլետներ։ Նախօրոք պետք է սիսերը 1 օր առաջ թրջել, որից հետո կարող ենք արդեն պատրաստել։ Տեսեք, թե ինչքան լավ է հասունացել և փափկել է սիսերը։ Բլենդերի տարայի մեջ ավելացնում ենք բոլոր բաղադրիչները, որից հետո բլենդում ենք։ Իսկ եթե բլենդ չունեք, կարող եք նաև աղալ մսաղացով։ Սիսերի վրա լցնում ենք սոխը, սխտորը, համեմը և մաղադանուսը։ Կանաչիները ինչքան շատ լինեն, այդքան ավելի համեղ է ստացվում։ Ավելացնում ենք նաև բուսայուղը և քամած կիտրոնի հյութը։ Բոլորը միասին բլենդում ենք։ Ընթացքում բացում ենք կափաչը և պատերից այսպես հավաքում ենք բաղադրիչները։ Ավելացնում ենք նաև համեմունքներ և շարունակում ենք հարելը։ Պետք է ստանանք այսպիսի միատարր զանգված, որից հետո տեղափոխում ենք մեկ այլ ամանի մեջ։ Այս ընթացքում դեռ ալյուր չենք ավելացնում։ Անպայման ստուգում ենք ձեռքերով, եթե կպչուն է մասան, ալյուրի կարիք չի զգացվում, չենք ավելացնում։ Իսկ եթե կզգաք, որ լավ չի կպչում և չի պահպանում գնդիկի տեսքը, ուրեմն ալյուր եք ավելացնում։ Իմ պարագայում ես ավելացրել եմ 2 ճաշիկ թալ ալյուր։ Լավ խառնելուց հետո ստուգում ենք ևս մեկ անգամ։ Եթե կպչուն է, էլ ալյուր չենք ավելացնում։ Պատրաստում ենք փոքրիկ գնդիկներ։ Վերցնում ենք մեկ թեթև քթան և այսպես ձեռքերի օգնությամբ տալիս ենք գնդի տեսք։ Տեսեք, թե ինչքան լավ է ստացվում։ Շատ լավ պահպանում է իր տեսքը։ Այս նույն տարբերակով պատրաստելու ենք բոլոր գնդիկները, որից հետո նոր տապակելու ենք։ Բոլորս գիտենք, որ սիսերը շատ առողջարար և օգտակար է, իսկ կոտլետները անչափ համեղ են ստացվում։ Ուտողը անգամ չի պատկերացնի, որ այն պատրաստված է սիսերից։ Ահա արդեն ամբողջը պատրաստ է։ Տեսեք, թե ինչքան հավասարաչափ ու գեղեցիկ է ստացվել։ Տապակի մեջ լցնում ենք առատ բուսայուղ, թողնում ենք լավ տաքանա, որից հետո ավելացնում ենք կոտլետները։ Տապակելու ենք բոլոր կողմերից հավասարաչափ։ Տապակում ենք միջինից մի փոքր թույլ կրակի վրա, որպեսզի հասցնի մեջը լավ եփվի։ Հարգելիներս, եթե նոր եք միացել իմ ալիքին կամ դիտում եք առանց բաժանորդագրվելու, խնդրում եմ բաժանորդագրվեք, սեղմեք զանգակոճակին, որպեսզի բաց չթողնեք իմ հետագա համեղ և տարբերվող բաղադրատոմսերը։ Եվ վերջում չմոռանաք հավանել տեսանյութը և կիսվել ձեր ընկերների հետ։ Դա ձեզ համար դժվար չէ, իսկ ինձ համար շատ հաճելի և կարևոր է։ Դա օգնում է ալիքի զարգացմանը և տարածմանը։ Տեսեք, թե ինչքան հավասարաչափ ու գեղեցիկ է տապակվել։ Ահա և մեր համեղ, գեղեցիկ և խրխրթան ֆալաֆելները պատրաստ են։ Զարդարում ենք կանաչիներով և մատուցում։ Հուսով եմ հավանեցիք այսօրվա իմ պատրաստած բաղադրատոմսը։ Դուք էլ պատրաստեք և գրեք ձեր կարծիքը մեկնաբանության բաժնում։ Այսօր էլ այսպիսի համեղ ու առողջ բաղադրատոմս էի պատրաստել ձեզ համար։ Դե ինչ, կհանդիպենք հաջորդ տեսանյութում։ Առայժմ։